Բարի առավոտ, հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի առավոտյան թողարկումը, ես Գառնի Մութաֆյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ այն լուրերը, որոնք ձևավորում են Հայաստանի եւ աշխարհի օրակարգը։ Քննչական մարմինը ձերբակալել է կաթողիկոսի եղբորը 68-ամյա Գևորգ Ներսիսյանին եւ որդուն Համբարձում Ներսիսյանի։ Փաստաբան Արա Զոհրաբյանը պատմել է գեղելությունն ու հրապարակել տեսանյութ։ Նրա խոսքով վաղաշաբաթ խոշորացված համայնքում Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը գրառում է արել, որով հայտնել է, թե նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմանում կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանն իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը։ Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտող արարքներ կատարելու համար։ Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք։ Դեպքը տեղի ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմանում իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել։ Իրեն է մոտեցել մի մարդ եւ առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16-ի հանդիպմանը։ Համբարձումը հրաժարվել է։ Նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը Գևորգ Ներսիսյանը։ Երեքով խոսել են եւ խաղաղ բաժանվել։ Այս ամբողջը տեսագրված է։ Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը։ Հարգելի քննիչներ, եղբայրաբար հորդորում եմ, մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը եւ տարիների ձեռքբերումները։ Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի։ Այս ամեն ինչը ժամանակավոր է։ Զուգահեռ պարզվում է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ապօրինի է գտնվում անազատության մեջ։ Քաղաքապետի պաշտպանական թիմը հայտարարել է, որ քննիչը նոր որոշում է կայացրել այլընտրանքային խափանման միջոցների համակցություն ընտրելու վերաբերյալ։ Համապատասխան միջնորդությունները իրավասու սուբյեկտներին ուղարկել են դեռ մի քանի օր առաջ, բայց դեռևս արձագանք չկա, հայտնել է պաշտպանական թիմը։ Իսկ մինչ Փաշինյանը կրկին մասնակցում էր կարգալույծ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընթանում էր պատարագ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II օծման եւ գահակալության 26-րդ տարեդարձի կապակցությամբ։ Պատարագի ավարտին տեղի է ունեցել հայրապետական մաղթանք։ Կարգի համաձայն հավատացյալների երկրպագության համար դուրս էր բերվել նաև Սկևրայի Սփռոց մասանց պահարանը։ Սրբազան արարողությանը ներկա են եղել հայ եկեղեցու թեմակալ առաջնորդները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանները եւ ուխտավորները։ Եկեղեցու դեմ իշխանության գործողությունները բացարձակ ապօրինի են, հայտարարել է Արման Թաթոյանը։ Նրա խոսքով բացարձակ քաղաքական հովանավորությամբ պաշտոնեական լիազորությունների ազդեցությունը գործածելով տեղի ունենում ինչ-որ պրոցես, որը կառուցված է մի քանի կեղծիքների շուրջ։ Կեղծիքներից մեկն ըստ Թաթոյանի այն է, որ հայոց եկեղեցին եկեղեցականները չեն։ Դա բացարձակ այդպես չէ, ապա տեղեկություն է ու այս անօրինական գործողությունների շղարշներից մեկը, քանի որ եկեղեցին նախ եւ առաջ եկեղեցականներն է։ Իսկ падգամավոր Լիլիթ Գալստյանը համոզված է, որ հովանավանքը լինելու է գործող իշխանության ֆիասկոն։ Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները ընդհանրապես հստակ բաժանել են, որ պետությունը անջատ է իր իշխանության մարմիններով, եկեղեցին անջատ է։ Եկեղեցու ներսում ինչ տեղի է ունենում, եկեղեցական ընտրություններ, բարձրաստիճան հոգևորականների նշանակում, ձեռնադրում, կարգալույծ անելու հարցեր եւ այլն, դրանք հայոց առաքելական եկեղեցու ներքին գործն է եւ մեր օրենքը սահմանել է, որ այդ բոլոր հարցերին պետությունը իրավունք չունի խառնվել, ավելին պետությունը ճանաչում է ինքնուրույնությունը եկեղեցու, ինքնավարությունը եւ եկեղեցին գտնվում է պետության պաշտպանության ներքո։ Ես կարծում եմ, իսկ ես խորապես համոզված եմ, ոչ թե կարծում եմ, որ իշխանությունը հատկապես Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պարզապես ֆիասկոյի է մատնված եւ սա իրենց վերջնախաղն է։ Սա իրենց վերջնախաղն է եւ այդ վերջնախաղի այդ ցայտնուտի մեջ հայտնված մոլագար հիստերիայի մեջ հայտնված քաղաքական ուժի վարքագիծ են դրսևորում եւ անցնող այսպես պատարագը, որ տեղի ունեցավ Հովանավանքում դրա լավագույն ցուցիչներ, որովհետեւ այնտեղից հանենք բազմագույն բերետավորներին, վարչական ռեսուրսը եւ նաեւ որոշ մոլորիալներ, այնտեղ հասարակություն չկար եւ ավելի քան ակնհայտ է, որ հայ հասարակությունը գոնե ճնշող մեծամասնությունը չի կիսում այս վարքագիծը, որը ոչ միայն ապազգային, հակազգային, այլև բարոյապես պիղծ վարքագիծ է։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ կարծում է, որ Փաշինյանի երկրորդ Հովհաննավանքյան ձախողումը նրան միևնույնն է չի կանգնեցնելու։ Զուրաբյանը համոզված է, որ ժողովուրդը չի կարող սատարել մի գործընթացի, որի նպատակն ամենևին հոգևոր առողջացումը չէ, այլ կեղծ փարիսեցիական պայքար է հայկական ինքնության դեմ մարտնչող Փաշինյանի անձնիշխանության համար, որը տեղի է ունենում սահմանադրության եւ օրենքների կոպտագույն խախտումներով եւ սպառնում է մեր քաղաքացիական ազատություններին։ Հիմա արդեն ուրիշ ելք չունի, քան գործել բռի ոստիկանական մեթոդներով, պետք է պատրաստվել դրան, գրել է Զորաբյանը։ Նա լարեց մարդահավաքման իր ամբողջ ռեսուրսը, բայց ստացավ ավելի խղճուկ արդյունք, քան անցյալ շաբաթ էր, հրապարակ բերելով բավականին մարգինալ եւ նույնիսկ ագրեսիվ զանգված։ Նա կգերադասեր Մայր Աթոռի գրավումը կատարել ժողովրդական շարժումով, զանգվածների օգնությամբ կարգել ժողովրդական կատողիկոս եւ տապալել վեհապարին ժողովրդի պորտկումով, բայց արդեն ինքն էլ հասկացավ իր քարոզչական արշավանքը տապալվել է։ Իդեպ Հայաստանի անձնագրերում մուտքի ու ելքի նոր կնիքն է դրվում, առանց Արարատ լեռան պատկերի։ Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Փաշինյանը խոստովանել էր կնիքից ազգային խորհրդանիշ լեռան պատկերը հանելը սեփական նախաձեռնությունն է, եւ որ Հայաստան-Թուրքիա բանակցությունների ժամանակ երբևէ նման հարց չի քննարկվել։ Այլ թեմաների մասին։ Երեկ ժամը 15-ի սահմանում Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները գտել են որոնվող 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի մարմինը։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դեպքի առնչությամբ ընթանում է նախաքննություն։ Հիշեցնեմ, որ օրինողական գործողությունները մեկնարկել էին երկուշաբթի։ Գտել են Վարդաշեն գյուղի բնակիչ 75-ամյա Ժաննա Անտոնյանին, կնոջը գտել են Արմավիրի Մարգարա գյուղի տարածքում։ Հիշեցնեմ, որ 1950-ին ծնված Ժաննա Անտոնյանը ըստ ընտանիքի անդամների հոկտեմբերի 31-ին ժամը 15-ի սահմանում դուրս էր եկել տնից ու չէր վերադարձել։ Ըստ տեղեկությունների կինն Արցախից է, չէր հաշտվում հայրենիքի կորստի հետ, անդադար կրկնում էր, թե ուզում է գնալ իր տուն։ Երեկ հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել։ Ավտոբուսում Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ են եղել։ Հողի փլուզում է եղել հաղարծինից վերադարձի ճանապարհին, խցանում է եղել եւ ավտոբուսը ձորն է ընկել։ Գործընկերոջս հայտնել է Բուսվոյաժ ընկերության աշխատակիցը։ Ավտոբուսի վթարի պատճառով բուժօգնության դիմաց 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց եւ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ։ 9 տուժած բուժօգնությունը ստացել է Երևանում։ Միջազգային լրահոսից։ Մոսկվայում միգրանտների մասնակցությամբ ծեծկռտուք է եղել։ Նախնական տվյալով Ֆիլատովլուկ բնակելի համալիրում տեղի ունեցած կռվի պատճառով կա 2 վիրավոր։ Լիբանանի կառավարությունը պետք է զինաթափի Հեզբոլլահին եւ դուրս բերի նրանց ուժերը Լիբանանի հարավից, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Իսկ վարչապետ Բենյամին Նեթանյահուն սպառնացել է ուժ կիրառել պայմանավորվածության խախտման պարագայում։ Մենք թույլ չենք տա, որ Լիբանանը վերածվի մեր դեմ նոր ռազմաճակատի եւ անհրաժեշտության դեպքում կինքնապաշտպանվենք, ասել է Նեթանյահուն։ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ-Շարան նոյեմբերի սկզբին կայցելի Միացյալ Նահանգներ քննարկելու Սիրիայի վերակառուցման գործընթացը, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասադ Ալ-Շայբանի։ Սեղանին շատ հարցեր կլինեն սկսած պատժամիջոցների վերացումից եւ Միացյալ Նահանգների ու Սիրիայի միջև հարաբերություններ։ Մենք ցանկանում ենք երկու երկրների միջև շատ ամուր գործընկերություն հաստատել, ասել է Շայբանին։ Հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքը, նշելով, որ այցը հավանաբար տեղի կունենա նոյեմբերի 10-ին։ Քրդական բանվորական կուսակցությունը պետք է դադարեցնի գործողությունները ոչ միայն Թուրքիայում, այլև Իրաքում եւ Սիրիայում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Ավելի վաղ քրդական բանվորական կուսակցությունը հայտարարել էր, որ դուրս է բերում իր զորքը Թուրքիայից։
Նյու Ջերսիում դեմոկրատների աջակիցների միջոցառման ժամանակ Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ երկիրը մութ ժամանակներ է ապրում Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով։ Նրա խոսքով ներկայիս նախագահի վարչակազմն ամեն օր սերմանում է քաոս եւ անօրինություն, մինչդեռ հումորային տեսանյութերը եւ սանդրակները շեղում են մարդկանց իրական խնդիրներից՝ գնաճից, եկամուտների անկումից եւ կյանքի որակի վատթարացումից։ Օբաման նաեւ մեղադրել է Թրամփին իր նախագահական լիազորությունները չարաշահելու համար, կոչ անելով դեմոկրատներին հակազդել նրա քաղաքականությանը։ Ամեն օր կարծես Հելոուին լինի, կան հնարած պատմություններ, բայց չկա քաղցրավենիք, ասել է Օբաման։ Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Մայրաքաղաքում ցերեկը կլինի 16-ից 18 աստիճան տաքություն, երեկոյան 8-ից 10, իսկ գիշերը 0-ից 2 աստիճան տաքություն։ Այսքանն էին այս ժամի գլխավոր լուրերը։ Ես Գառնիկ Թավյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր։ Իսկ մենք կհանդիպենք ժամը 12-ին։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am